Լեռնային Ղարաբաղը մերն էր, այլևս մեր չի, սուտ է դա։ Իրականությունն է, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է, որովհետև դուք տեր եք Հայաստանի Հանրապետությանը։ Ազգովի պետք է ընտրենք նոր առաջնորդի եւ այդպիսիք կան։ Միշտ էլ եղել են վառ անհատականություններ, այսօր էլ կան, որոնք դժվարին իրավիճակներում պատրաստ են պատասխանատվություն ստանձնելու։ Ծանր իրավիճակներում նրանք իրենց զուգսը չեն փոխել, չեն դավաճանել, չեն ուրացել։ Ընտրությունից ընդամենը մի քանի օր առաջ կան մարդիկ, որոնք դեռևս մտածում են, ում է պետք քվեարկել, ով է արժանի իրենց քվեին։ Իսկ ընդդիմության հիմնական դերակատարների առաջնորդները վաղուց արդեն պարզաբանել են իրենցից ով ինչպես է կառավարելու, ով ինչն է փոխելու, ով ինչի վրա է շեշտը դնելու։ 8 տարի առաջ համարյա այս օրերին հանրապետության հրապարակը հեղեղված էր մարդկանցով։ Մարդիկ փողոց էին դուրս եկել արդարության, ժողովրդավարության, համերաշխության, ազգային վերածննդի անկեղծ սպասումներով, ոգևորված եւ վճռական։ 8 տարի անց մեր երկիրը գալարվում է ցավից եւ հիասթափությունից։ Մեզ խոստացել էին Արցախի հարցի լուծում, այսօր հարցը լուծվել է Արցախի բռնազավթմամբ եւ հայաթափմամբ։ Մեզ խոստացել էին հանրային համերաշխություն եւ վենդետայի բացառում, այսօր երկրում մոլեգնում է ատելության խոսքը, հարվածի տակ է մեր եկեղեցին, բազմաթիվ մարդիկ ազատազրկված կամ ունեզրկված են, մյուսներն ապրում են վախի մթնոլորտում։ Մեզ խոստացել էին սոցիալական արդարություն, թալանի վերադարձ, փոխարենը ինչ վերադարձրել են իրենց պարգևավճար է գնացել։ 100 հազարավոր մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ, պետական պարտքը կրկնապատկվել է։ Մեզ խոստացել էին ազգային վերածնունդ, փոխարենը այսօր ջնջվում է մեր պատմությունը եւ հիշողությունը, մեր վզին են փաթաթում թուրք-ադրբեջանական կեղծիքները, մեզ փորձում են համոզել, որ մեր պատմական հայրենիքի նույնիսկ այս փոքր կտորը մերը չէ։ Մեզ խոստացել էին 5 միլիոն հայ Հայաստանում, փոխարենը ծնելիությունն անկում է ապրել, աճել է թմրամոլությունն ու խաղամոլությունը, դատարկվում են սահմանամերձ բնակավայրերը, փակվում են դպրոցները։ Եթե այս ամենը բավական չէ, այս վարչախումբը վճռական է երկիրը տանելու նոր արկածախնդրությունների։ Իր արտաքին տերերի պատվերով այն փորձում է արհեստականորեն սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մեր երկրի համար աղետալի հետևանքներով, հազարավոր տնտեսվարողների սնանկացում, գործազրկության եւ գների աճ, թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության մեծացում։ Այդ կախվածության արդյունքում մեզ պարտադրվող նոր զիջումներ Սյունիքի եւ Գեղարքունիքի սողացող ադրբեջանականացման, առանցքային տրանսպորտային մայրուղիների եւ ջրային ռեսուրսների նկատմամբ վերահսկողության տեսքով։ 2021 թվականին այս վարչախումբը պատերազմում պարտությունից հետո կարողացավ վերարտադրվել, քանի որ մեր ժողովրդի զգալի մասին հաջողեց ահաբեկել նախկին իշխանությունների վերադարձով։ Միաժամանակ սուտ խոստումներ շռայլեց եւ արեց ճիշտ հակառակը։ Այսօր նա նորից հուսահատ փորձ է անում մեր ժողովրդին ահաբեկելու, սակայն նրա մոտ այլևս դա չի ստացվում։ Չի ստացվում, որովհետև ժողովուրդն արդեն հասկացել է ով է եւ ընտրելու է այն քաղաքական ուժերին, որոնք գալիս են երկիրը ճգնաժամից հանելու, որոնք գալիս են տալու, ոչ թե վերցնելու, որոնք գալիս են նորը ստեղծելու, ոչ թե ստեղծածը խլելու։ Չգնացողները, որոնք որ ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, նրանք ստում են։ Ովքեր ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, նրանք այս իշխանության ջատագովներն են։ Որովհետև լռությունը միայն համաձայնության նշան է, չկա ուրիշ տարբերակ չկա։ Չգնացողը հենց ընտրում է այս իշխանություններին։ Հունիսի 7-ը բոլորիս նոր հույս է բերելու։ Հույս, որ մեր երկիրը չի դառնա թուրքի փայ, հայը տեր կմնա իր պետությանը, այն կդառնա հզոր եւ անառիկ հայկական ամրոց։ Հույս, որ մեր երկրում սոցիալական արդարությունը կդառնա իրականություն, աղքատությունը կհաղթահարվի, արտագաղթի փոխարեն հայերը կվերադառնան շենացնելու իրենց երկիրը։ Հույս, որ մենք նորից կդառնանք այս տարածաշրջանի ամենակրթված, ամենազարգացած, ամենամրցունակ ու բարգավաճող ազգը։ Հույս, որ մենք բոլորս կլինենք օրենքի առաջ հավասար, իրար հետ հաշտ ու հարգանքով, հավատով դեպի Աստված ու մեր Սուրբ եկեղեցին։ Հույս, որ մենք ստիպված չենք լինի մոռանալ հայկական Արցախը, որ նրա քաջարի ժողովրդի իրավունքները կվերականգնվեն։ Մեր հայրենակիցները մի օր նորից արժանապատիվ եւ անվտանգ կապրեն իրենց հայրենիքում, իսկ մենք բոլորս կվայելենք նրա հրաշալիքները։ Ուստի եթե ցանկանում ենք, որ այդ հույսն իրականություն դառնա, հաղթահարենք երկմտանքը, հունիսի 7-ին գնանք ընտրական տեղամաս եւ մեկ թանկագին ձայնով օգնենք, որ փոխենք մեր երկրի ընթացքը։ Ընտրենք Արարատն ու Արցախը, ոչ թե թշնամու պարտադրանքը։ Ընտրենք Նժդեհին եւ Մոնթեին, ոչ թե թշնամու կամակատարներին։ Ընտրենք ստեղծողներին ու պաշտպաններին, ոչ թե հաց փախցնողներին։ Ընտրենք ուժը, ոչ թե թուլությունը, եւ վարչախմբի որևէ կամակատար իզորու չի լինի կանխելու քվեի ուժը։ Ավելին, նրանք թող պատրաստվեն, պատասխան են տալու։ Մեր իրավապահ համակարգը դա կլինի ոստիկանությունը, կլինի դատախազությունը, կլինի քննչական մարմինները, մանավանդ դատարանները, դրանք պետքա թուրք չտան այս արկածախնդիրների կազմակերպած այս վտանգավոր արկածախնդրությանը, ինչը որովհետև
նրանք պարտվելու են բոլոր դեպքերում, ժողովուրդը մերժելու է նրանց, դա արդեն իմ համար ակնհայտ է դառնում։ Եվ եթե նույնիսկ նրանք փորձեն ընտրությունները կեղծեն, արտակարգ դրություն հայտարարեն, քաղաքացիական բախումներ հրահրեն եւ այլն, միևնույնն է, չեն կարողանալու իշխանությանը երկար մնալ, եթե ժողովրդի աջակցությունը չունեն։ Ամեն ինչ վաղուց արդեն ասված է, եւ այս 8 տարում մեր բոլորի հետևողական ջանքերը նպատակադիր են եղել ցույց տալու, որ Հայաստանում գործում է թշնամական, կոլաբորացիոն, օկուպացիոն վարչակարգ։ Ուստի քեզնից, հարգելի հեռուստադիտող, երկիրն ազատագրելու համար ընդամենը մեկ պարզ գործողություն է պահանջվում։ Հունիսի 7-ին գնա ընտրատեղամաս, մերժիր ազգադավ պարագլխին եւ ընտրիր ազգային ուժերին։ Գնա ընտրության։